Միջազգային լրահոսն այսօր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանին օկուպանտ է անվանել, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ես տեսանելի ապագայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության հեռանկար չեմ տեսնում։ Ռուսաստանը օկուպացված տարածքները հայտարարեց Ռուսաստանի մաս, ինչպես կարող են նահանջել դրանից։ Ուկրաինան, ինչպես մնացած աշխարհը, այս օկուպացված հողերը համարում է Ուկրաինայի մասը, Ադրբեջանն էլ այդ հողերը համարում է Ուկրաինայի մասը։ Ինչպես կարող են դա զոհաբերել եւ ասել, ոչ, սա Ուկրաինայի մաս չէ։ Դե եթե դա տեղի ունենա, կնշանակի, որ ես ինչ-որ բան չեմ հասկանում միջազգային քաղաքականությունից, հայտնել է նա։ Եվրոպական միությունը 90 օրով հետաձգում է ԱՄՆ-ի դեմ նոր մաքսատուրքերի կիրառում։ Այս մասին այսօր X-ի իր օգտահաշվում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ ԵՄ գործադիր մարմնի ղեկավարի խոսքով Բրյուսելն այս քայլին կդիմի ավելի քան 7 տասնյակ պետությունների դեմ ամերիկյան մաքսատուրքերի եռամսյա սառեցման մասին Թրամփի հայտարարությանն ի պատասխան։ Մենք ցանկանում ենք հնարավորություն ստեղծել բանակցությունների համար, ավարտին հասցնելով պատասխան մաքսատուրքերի ծրագիրը, մենք 90 օրվա ընթացքում չենք կիրառի դա, գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Նա հավելել է, եթե Վաշինգտոնի հետ բանակցությունները հաջողությամբ չավարտվեն, այդ հակաքայլերը ուժի մեջ կմտնեն։ Թուրքիայի ոստիկանությունն այսօր ձերբակալել է երկրի ամենահայտնի հետաքննող լրագրողներից երկուսին՝ Բիրգյուն օրաթերթի աշխատակից Թիմուր Սոյքանին եւ Ջումհուրիետ պարբերականի թղթակից Մուրադ Ագիրելին։ Ստամբուլի դատախազության հաղորդագրության համաձայն նրանք կասկածվում են շանտաժի եւ սպառնալիքներ հնչեցնելու մեջ։ Ընդդիմադիր պարբերականների տեղեկություններով լրագրողները վերջին շաբաթներին զբաղված էին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հանգամանքների հետաքննությամբ։ Հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիպ Էրդողանի գլխավոր մրցակից Ստամբուլի պաշտոն անկարված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին, փողերի լվացման, անօրինական եկամուտ ստանալու եւ ֆինանսական միջոցների ստվերային հոսքին առնչություն ունենալու կասկածանքով։ American Wall Street Journal պարբերականների տեղեկություններով Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջև կալանավորների նոր փոխանակման արդյունքում ԱՄՆ-ին է հանձնվել ռուսական դատարանի կողմից 12 տարվա ազատազրկման դատապարտված Քսենիա Կարելինան։ Նա դատապարտվել էր Ուկրաինայի զինված ուժերի համար դրամահավաքին մասնակցելու հետևանքով, գրում է թերթը։ Կարելինայի փաստաբանը հաստատել է, որ իր պաշտպանյալն արդեն իսկ լքել է Ռուսաստանի տարածքը եւ Աբու Դաբիով տեղափոխվել ԱՄՆ։ Կարելինայի դիմացը Wall Street Journal-ի Միացյալ Նահանգները Մոսկվային է հանձնել 2023-ին Կիպրոսում ձերբակալված ռուսաստանցի Արթուր Պետրովին։ Նրան մեղադրում էին Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցմանը նպաստելու մեջ։ Ռուսաստանի, Բելարուսի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների միջև բանտարկյալների զանգվածային փոխանակում է տեղի ունեցել 2024 թվականի օգոստոսին։ Այն իր տեսակի մեջ ամենախոշոր փոխանակումն էր Սառը պատերազմի ավարտից ի վեր։ Ստամբուլում տեղական ժամանակով ժամը 10:00-ին, Երևանի ժամանակով ժամը 11-ին մեկնարկել է Ռուսաստանի եւ ԱՄՆ պատվիրակությունների միջև խորհրդակցությունների երկրորդ փուլը։ Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ խորհրդակցությունները տեղի են ունենում Ռուսաստանի գլխավոր հյուպատեսության շենքում։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դաշչիևը, ամերիկյան պատվիրակությունը պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սոնատա Կուլտերը։ Թուրքական Անադոլու գործակալությունը պատվիրակությունների ժամանումից տեսանյութ է հրապարակել։ Ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը կայացել էր փետրվարի 27-ին Ստամբուլում, ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքում։ Մոսկվան բովանդակալից ու գործնական էր որակել հանդիպումը։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, մնացեք Օրագիր Նյուզի հետ։